Մեր տուն են գնում։ Տուն։ Հա, մեր տուն։ Մանե ջան, դու սրանից հետո ամուսնուդ կողքին պետք է լինես, որտեղ Ալեքսը, այնտեղ էլ դու։ Բայց պապ։ Բայց չկա։ Աղջիկը, որ ամուսնանում է, պիտի մոռանա իր հայրական տունը ու կենտրոնանա իր տան վրա, իր ընտանիքի ամուսնու։ Դառնա իր տան հոգին։ Դու երևի հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում, աղջիկ ջան։ Ապա ճիշտ ասում։ Մազերը չորացրու, դուրս գանք։ Ոնց դուրս եք գալիս։ Հացը պատրաստ է, ոչ մտեղ չեք գնա մինչև չուտեք։ Մանե, բալես, գնա մազերը չորացրու արի։ Մի րոպե կգաս, Ալեքս։ Պապ, կլինի մի քիչ քո մասին մտածես ու այդքան շատ չաշխատես։ Չէ, բալես, եթե ուզում ես լավ ապրես, պիտի աշխատես։ Այս տանը ուզում են բոլորը լավ ապրեն, բայց ոչ ոք աշխատել չի սիրում։ Ով ասեց, ես ուզում եմ։ Դու դեռ գնա սովորի, հետո քո աշխատելու մասին կմտածենք։ Պապ, ես ուզում եմ իմ մասնագիտությունը փոխեմ։ Ահա, սկսվեց։ Հա, ուզում եմ փոխեմ, որովհետև անհետաքրքիր մասնագիտություն եմ ընտրել։ Չհասկացա, սովորելուց հետո հասկացար։ Մյուս տարի ավարտում ես նոր ես խոսում դրա մասին։ Դե հա մի քիչ ուշ եմ հասկացել, բայց չեմ ուզում ավելորդ մի տարի կորցնեմ։ Դրա համար ուզում եմ սովորեմ այն, ինչ ինձ դուր է գալիս։ Իսկ ի՞նչն է քեզ դուր գալիս։ Դե օրինակ ձեր օֆիսում տեղ չկա իմ համար։ Աղջիկ ջան, մեր օֆիսում մասնագետներ են աշխատում։ Դու այդ օֆիսում ինչ ես անելու։ Դե քո աղջիկն եմ, հերիք չի։ Եթե ուզում ես, որ աշխատողները քեզ հարգեն, եթե ուզում ես այդ աշխատողների մոտ դու հեղինակություն ունենաս, որ քեզ չֆռացնեն, պիտի դու ամենալավ մասնագետը լինես։ Դու պիտի ամեն ինչից հասկանաս։ Հասկացար։ Էս իմ առաջի խորհուրդը քեզ։ Իսկ հիմա գնա դասերով զբաղվի։ Դե դրա համար ուզում եմ մասնագիտությունս փոխեմ։ Շատ լավ ես անում։ Մտածի ինչ մասնագիտություն ես ուզում։ Պարապի մասնագիտությունը փոխի։ Ես քեզ ամեն ինչ տրամադրում եմ։ Քեզնից միայն պահանջում եմ, որ լավ սովորես։ Կարծում եմ ես բարդ բան չեմ ուզում, չէ՞, քեզնից բալես։ Լավ, պապ ջան։ Քեզ լավ օր։ Ապրես։ Ես բաժակով էլ ուզում եմ խմեմ մեր զոհված տղերքի համար։ Թող իրանց հոգիները լույսերի մեջ լինի։ Իրանց ընտանիքներին ու հարազատներին էլ Աստված ուժ ու համբերություն տա։ Մեզ էլ համբերություն, Կամանձիր ջան, որ կարողանանք համակերպվենք այս իրականության հետ։ Իրականում ես խեղդվում եմ, որովհետև շատ բան չգիտեմ ինչ է կատարվել, ոնց է ստացվել, որ պարտվել ենք այսքան տղեկ կորցնելուց հետո։ Ոչինչ չեն կարա փոխել, եղածը եղածա։ Ուղղակի տղեկն էին ափսոս, տղեկին չեն կարա էլ հետ վերենք։ Հայրենիքը դեռ կարող ենք, նաև պարտավոր ենք ու հետ կբերենք, բայց տղեկին չէ։ Թող Աստված միասնական պահի մեր ժողովրդին, ուշ տա դիմանալու, ու միտք տա հաղթահարելու համար այս ցավը։ Ճիշտ ես Կամանձիր ջան։ Մեր ազգին միասնականություն է պետք։ Մեր ազգը երբ որ մի բռուցք է դառնում, ամեն ասպարեզում են հաղթանակները ունենում։ Ես ուզում եմ հզոր երկրում ապրել ու ամեն ինչ անելու եմ դրա համար։ Ես այս երկիրը բառերով սիրող տղեկից չեմ։ Այս երկիրը բառերով չեն սիրում, այս երկիրը գործով են սիրում։ Հուլիոս Կեսարն ասում էր, երբ որ այդ մարդիկ հայերը ձեռքի են տալիս, ուսուսի են տալիս, թմբուկների ու ծիրանելու, գործիքների հնչյունների ներքո ոտքները ամուր խփում են գետնին, ասում էր, իմ պալատիսյունները ավելի շուտ կփոշիանան, քան թե նրանց կանգնեցնել կլինի։ Այդ ուժն ու միասնականությունն է մեզ պետք։ Սիրում եմ այդ ոգին։
Երբ որ ծանոթ, անծանոթ իրար սիրում են։ Գիտես կանաձերդ սերն էր, որ մեզ թիկունքում ուժ էր տալիս, պայքարելու, կռվելու։ Հարազատ մարդիկ ում կյանքը քո կյանքի գնով պատրաստ էր պաշտպանել։ Մենք բոլորին սիրում էինք ու կապ չունի ում մայրն էր, ում քույրը, ում աղբերը։ Հիմա սերն է պակասում մեր ազգին։ Առաջ օդի մեջ սեր կար։ Իրար սիրում էինք, մեկս մեկի օգնում էինք, մեկս մեկի ցավով էինք ապրում։ Հա տղեկ, հենց սկսենք նորից սիրել իրար, ամեն բան իր տեղը կընկնի։ Եկեք խմենք մեր ազգի կենացը, ուժ ու միտք մեր ժողովրդին։ Թող մեր սահմանները ամուր լինեն, մեր տղեկն էլ կանգուն ու անփորձանք։ Մեր ազգի կենացը։ Մենք բան էինք պայմանավորվել։ Ամեն մեկս պիտի գնար իր ճանապարհով։ Հասկացա, բայց չես տեսնում, պապատ փաստի առաջ կանգնացրեց։ Ես ինչ անեմ։ Այսինքն։ Այսինքն չլսեցիր քո ականջներով, ասեց վեր կաց ու ամուսնուդ հետ գնա այս տնից։ Դու ինձ ինչ ամուսին։ Մանե մենք բոլորի համար ամուսիններ ենք ու պիտի շարունակենք, չէ՞ այդպես։ Գոնե ցույց տալ։ Ուրեմն բոլորը կիմանան մեր հետաքրքիր ամուսնության մասին։ Դե ուրեմն բոլորին կպատմես, ձերոնց կպատմես մեր մեծ գաղտնիքի մասին, կպատմես ինչի են գնացես քայլի։ Ինչքան գիտեմ, ձերոնք չգիտեն, չէ՞ այս պատմության մասին։ Դե պապան չգիտի, բայց մաման գիտի, որովհետև երբ որ Արմանը հոգեբանի մոտ էր գնում, անհնար էր դա մամայից թաքցնելը։ Դե հիմա ասա ինչ ես ասելու։ Մի քանի օր իրար հետ ապրելուց հետո մենք բաժանվում ենք։ Դա նորմալ չի։ Ինչ ես ասելու դու։ Նորմալ է։ Իրար չհասկացանք։ Մանա դու չես հասկանում, որ ձերոնց համար ես քո ամուսինն եմ։ Ու բաժանվելու դեպքում ես պիտի հիմնավորեմ, չէ՞ ինչ եմ իրանց աղջկանից բաժանվում։ Ինչ ասեմ ես իրանց, ոնց ասեմ։ Դու ասա։ Դու ոնց ասես, ես տենց կանեմ։ Ասա։ Ինչ ասես։ Հա, ասա ինչ ասեմ։ Դու ոնց ասես, ես տենց կանեմ։ Ասա։ Տեսնում ես, բան չկա ասելու։ Փակուղի ես մտնում։ Ես էլ եմ փակուղի մտել։ Ես իրոք չեմ հասկանում ինչ ասեմ։ Ինչ կարելի է ասել։ Չգիտեմ։ Դե չգիտեմ։ Հայ օրինակ ասա, որ ես լավ կին չեմ։ Այդ հիմարությունը, անհեթեթությունը։ Երևի ինձ սկզբից իմաստ չուներ այսպես խաղալը։ Որովհետև հիմա ինչ որ բան փոխել ուղղակի անհնար է։ Այսինքն։ Արի սենց անենք։ Մենք կգնանք մեր տուն։ Ես կդառնամ շատ վատ տղա։ Ու դու կասես, որ չես կարողանում այս մարդու հետ ապրել, որովհետև նա շատ վատն է։ Բայց հասկացի, որ ինձ էլ է ժամանակ պետք այդ վատ տղայի դերի մեջ մտնելու համար։ Ես այս պահին այս տարբերակն եմ տեսնում։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Եթե դու ունես այլ լուծում ես հարցին, խնդրեմ ասա քննարկենք։ Ինչ էլ երկար ես քնում։ Ձեր տանը մարդ չկա, չէ՞։ Չէ, ինչի։ Արթնացա ու հասկացա, որ կեսօր արդեն ամանչում է դուրս գայի։ Էլ ինչի։ Երկուսն արդեն գնամ հասկանամ ինչ եմ անում։ Գիշերը քեռուս հետ խոսեցի, ասեց ես Դուբայում եմ, կգամ այդ հարցերով կզբաղվեմ։ Լավ, աչեմ արդեն ինձ թողել է տնվորների հետ, ինքն էլ գնացել է Դուբայ։ Դե լավ դու էլ։ Մեր տունը կմնաս։ Ասում է գնամ մեր տուն, բայց ես չեմ ուզում գնամ քեռակնոջս կողքին նստեմ։ Ուզում եմ մենակ ապրեմ։ Բիլջան, բարև։ Բարև, լավ ես։ Համեցի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալեքսը տանն է։ Չէ, տանը չի, մանեի հետ տեղը գնացեմ։ Ես էլ ճիշտ ասած անհանգստացա, զանգում էի, չէր պատասխանում։ Դե մեղրամսի մեջ են, էլի։ Կոֆե կխմես։
Չէ, Լիլ ջան, ճիշտն ասած սպորտզալից ուշանում եմ, պետք է գնամ։ Լավ էլ գործես։ Լրիվ։ Դե որ Ալեքսը գա, ասա անպայման ինձ զանգի, էլի։ Անպայման։ Դե լավ, ես գնամ, Լիլ ջան։ Կասեմ։ Հալա որ դու չտես չես։ Լիլ, ով է այս աղջիկը։ Ընկերուհիս է։ Լիլ, իսկ կարող է կոֆե խմեմ նոր գնամ։ Չէ։ Լիլ, կմեռնեմ, եթե չծանոթանամ։ Հետարքիրը դու օրերից մի օր կփոխվես։ Դե չեմ կարծում։ Մաշա ջան, ես ինչ ես անում այստեղ։ Ստեղ ինչ են անում, առևտուր։ Հա, հասկացա, նկատի ունեմ այս տարածքից ես, հա։ Ես խանթի դիմացի շենքում եմ ապրում։ Դու էլ ես այս տարածքում ապրում։ Ինչ ասում։ Ես էլ ես հետևի շենքից եմ։ Դե դա, փաստորեն իրար հաճախ կհանդիպենք։ Հա, փաստորեն։ Ով կմտածեր, որ մի թաղամասից ենք։ Դու լավ ես։ Հա, լավ եմ։ Այնքան լավ եմ, որ եկել եմ տուն, արդեն խանութ են ուղարկում, տեսնում ես։ Երկուսս էլ փաստորեն մի օրի ենք։ Ինձ էլ օրը 2 անգամ խանութ են ուղարկում։ Հասկացա, բայց ինչի 2 անգամ որ։ Տանը փոքրիկ քուրիկ ունեմ։ Դուրս գալը անվճար է, բայց տուն մտնելուց պիտի վճարեմ, այսենց բաներով։ Չինգաչունգ շատ է սիրում։ Այ հիմա parza թե ինչ ես այսքան չինգաչունգ առել։ Դե այդ միակ բանն է, որ ուտում է։ Ահա որ չուտող է։ Յա, փաստորեն պիտի գամ ձեր տուն ուտելու դասեր տամ, հա, բալիկին։ Արի երբ ուզում ես, շատ օգնած կլինես։ Լավ, նկատի կունենամ։ Դա էս ինչ է։ Բնավոր չիպսեր, քաղցր ձողիկներ, բամբար։ Ու այս ամեն ինչը շահումով է։ Ամենը ուտումը, որ հասնի շահումին։ Չինգաչուն։ Շատ լավ է։ Դու լավ ես, ոտքդ հոչի ցավում։ Դե մի քիչ պրոթեզս է սառում, բայց դե նորմալ է, կդիմանա։ Ինչ։ Դե լավ կատակ եմ անում, հա։ Գնացինք։ Այդ ամենը բոլորը իմ ապրանքների հետ կհաշվենք։ Չէ, Արթուր ջան։ Այ, Մաշա ջան, վերջացրու մի հատ։ Ես քո ձեռքից գիտես ինչքան տեղ եմ խմել, լավ գիտես։ Հաշվեք էլի։ Ես մնում եմ։ Ալեքսը գնում է ու այլևս չի գալու։ Մենք որոշեցինք, խոսեցինք ու հասկացանք իրար, որ մենք չենք ուզում եւ չենք կարող միասին ապրել։ Մանե ջան։ Պապ, չես լսում ինչ եմ ասում։ Դուք որոշեցիք։ Իսկ կոնկրետով որոշեց։ Ես։ Կարող ես պատճառն ասել։ Պատճառը։ Պատճառը դու ինձնից լավ գիտես։ Ես չեմ սիրում Ալեքսին ու երբեք էլ չեմ սիրի։ Մանե սուս մնա։ Ես ոչ մի գաղտնիք չեմ ասում։ Հա, ես չեմ սիրում Ալեքսին, ու Ալեքսը գիտի դրա մասին, չէ՞ Ալեքս։ Ես իրան չեմ սիրում, ու չեմ ուզում իր հետ ապրել։ Չէիր ուզում, բայց գնացիր մարդու տուն, գնացիր, ու հետ ապրեցիր, մնացիր։ Հիմա էլ եկել ու ասում ես չեմ սիրում։ Մանե ջան, բալես, ախր այդպես ճիշտ չի։ Աղջիկը որ գնում է, լքում է հայրական տունը, նա այլևս այդ տանը տեղ չունի։ Ուզում ես ասես, որ ես այս տանը տեղ չունեմ։ Մայո չունես։ Քո տունը արդեն Ալեքսի տունն է։ Ալեքսի կողքին։ Դա քո ընտանիքը հարմարվի ու ապրի։ Դու ես գնացել։ Դու ես ընտրել այդ դարձի
Ես այդ մարդուն չեմ ընտրել։ Չեմ ուզում իր հետ ապրել։ Դու այստեղ էլ չես կարող ապրել։ Չես կարող ապրել այս տանը։ Ինձ գնացած հետ եկած աղջիկ պետք չի։ Ոչ էլ աղբորը դա պետք տարած հետ բերած քույր։ Քայլն արել ես, գնացել ես։ Ուրեմն գնա հարմարվի ու ապրի։ Դուրս ես անում տնից։ Դուրս եմ անում։ Լևոն, ինչ ես անում։ Սուսնո։ Ես ես տվել, որ հիմա փաստի առաջ ենք կանգնել։ Մամ, պապա ճիշտ է ասում, մանե ջան, հետ գալը մոռացիր ու փորձիր Ալեքսին սիրել։ Ես վստահ եմ, որ դու Ալեքսին կսիրես։ Մամ, դու ինձ տենց էլ չհասկացար։ Դուք ինձ չհասկացաք։ Բայց ես ձեզ հասկացա ու շատ լավ հասկացա։ Ես ինչ արեցիր, Լևոն, երեխես թացմազերով դուրս եկավ, հացել չկերավ։ Մանե։ Ատում եմ քեզ, Ալեքս։ Նստի մեքենան, կմրսես։ Քեզ ինչ։ Մանե, հանգստացի երեխություն մի արա, նստի մեքենան, կմրսես ասեցի։ Ես էլ ասեցի քեզ ինչ։ Գնա, ես քո հետ ոչ միտեղ չեմ գալիս։ Մանե, նստի մեքենան։ Ալեքս, հանգիստ թող ինձ, ես քեզ հետ ոչ միտեղ չեմ գալիս, գնա։ Ես հանգստանաս, մամա։ Գնա, ասում եմ։ Գնա, Ալեքս։ Ժողովուրդ ջան, ես կամաց դուրս կամ։ Կամազիր ջան, նստած էինք ուր ես գնում։ Կորչան էլի կգամ, ով վերջին անգամը չի։ Կգամ, կնստենք, կսրիցենք։ Դե, լավ մնացեք, հաջողություն։ Դու մնում ես Արմա ջան։ Հա, ես մի քիչ էլ կմնամ։ Դե գնացի, լավ մնա։ Լավ կամանդ։ Արմ ջան, արի ներս գնանք։ Մի քիչ խոսենք Մանեի մասին, գնանք։ Մանեի մասին։ Հա, ուզում եմ որ ճիշտն իմանաս գոր։ Արմ ջան, ես արդեն գիտեմ ճիշտը։ Մանեն ամուսնացել է։ Մանեն Ալեքսի հետ է։ Ու ճիշտ չի որ ես հիմա ուրիշի կնոջ մասին խոսամ։ Գոր, Մանեն քեզ սիրում է։ Ու միշտ էլ քեզ է սիրել։ Ես չգիտեմ իրականում ինչ ա եղել գոր որ Մանեն Ալեքսի հետ գնացել է։ Բայց գիտեմ մի բան հաստատ ու այդ տղավարի եմ քեզ ասում։ Որ քուրս մի տարի քո մասին մտածելով է քնել ու արթնացել։ Ու միջև հիմա էլ իր մտքում դու ես։ Ախպերս այդ հիմա ինձ ինչի համար ես ասում։ Որ սիրտս ավելի ցավ է։ Չէ։ Ուզում եմ իմանաս որ Մանեն սիրում է քեզ։ Կարող է սիրում է։ Բայց հիմա իր կողքին ուրիշ մարդ կա։ Ճիշտ չի ապրել մեկի հետ, բայց սիրել ուրիշին։ Մի բան այն չի հասկանում ես։ Տանից դուրս են եկել որ խոսան ու էլ տուն չի եկել։ Կամ այդ նշանդրեք առանց ասելու։ Մանեն մի օր առաջ իմ մոտ էր ու տենց խոսակցություն չկար որ դի նշանվեին։ Ես հասկանում եմ որ դու հիմա քեզ վատ ես զգում։ Գոր ուղղակի ուզում եմ ասեմ որ Ալեքսը ոչ իմ հետ է խոսել, ոչ էլ Մանեի։ Ալեքսը պապայի հետ է խոսել։ Պապայի հետ են պայմանավորվել ու պապան էլ համաձայնվել է։ Փաստը այն է որ Մանեն Ալեքսի կինն է։ Դրանից այն կողմ իմ համար բոլոր հարցերը նույն պատասխանները ունեն։ Մանեն ուրիշի կինն է։ Ու լավ կլինի սիրի իր ամուսնուն։ Ուղղակի ասեցի որ իմանաս։ Շնորհակալ եմ, բայց ավելի լավ կլինի այս թեման փակենք։ Ուրիշ բանի մասին խոսենք։ Կներես, ես էլ կամաց գնամ։ Չէ, ուր ես գնում, Մարուն ջան, սպասի։ Ես էլ քեզ հարցեր ունեմ տալու։ Տղեկից ում ես տեսել, ով է ողջ։ Դե մեր վաշտից ես եմ, Արտուրը, բան չէ։ Բան չես։ Այն օրը Եռաբլուր էի գնացել, մեր կյաժին էլ տեսա։
կյաժ ես, աղբեր ես։ Ուղղակի sense ծրվել ենք։ Ոչ մեկս ոչ մեկի տեղը չգիտենք։ Ես էլ 5 վիրահատություն եմ տարել։ Խելքս էլ գլուխս չի եկել։ Տեղից շատերից տեղեկություն չունեմ։ Բոլորս էլ դժոխքից ենք եկել։ Բայց հիմա դժոխքը իմ մեջ է։ Ամեն ինչ ավելվել է իմ մեջ, Արմջան։ Որ ճիշտ ասամ չեմ հասկանում։ Ոնց եմ ոտքի կանգնելու, եթե բռնվելու տեղ չունեմ։ Լավ կլինի Գորջան։ Մեջքի գտանք ու ամեն ինչ կհաղթահարենք իրար հետ։ Երևի։ Էս ինչ արեցինք։ Էս ինչ արեցինք։ Ոչինչ։ Ոչինչ։ Ճիշտ արեցինք, ես միակ ճանապարհն է, որ աղջիկդ խելքը գլուխ հավաքի։ Հույսը կկտրի մեզնից։ Ու ուրիշ աչքով կնայի Ալեքսին։ Իսկ եթե երեխես տենց էլ Ալեքսենს տուն չգնա, ու տենց էլ չկարողանա սիրել ու չհարմարվի։ Էդ ուր պետք է գնա, Ու ունի գնալու։ Կսիրի։ Ալեքսը սիրում է իրան։ Ուշադրությունը վերջ առաջ սեր է դառնում։ Իսկ եթե գնա Գորենս տուն, Ադրինեի մոտ ու Գորին տեսնի, չգիտեմ ինչ կկատարվի։ Ոնց գնա։ Չի գնա։ Բա որ Ալեքսեն հերքևում էր։ Չի թողնի։ Կվերցնի ու կտանի։ Բայց այդ ինչ ա եղել, որ որոշել է հետ գալ։ Մենք նշան դրեցինք, բայց ինքն ա որոշել մնալ։ Ասում եմ, չէ, մի բան այն չի, միգուցե ստիպել է երեխուս։ Անհնար է։ Եթե տենց բան լիներ, Ալեքսը հանգիստ չէր գնա։ Նա հանգիստ է, դու չտեսար։ Ստեղ Ալեքսի հարցը չի։ Ստեղ աղջկատ հարցն է։ Ես վախենում եմ, որ այդ միությունը երկար չտևի։ Եթե մենք մի քիչ թույլ լինենք, մանետ կբաժանվի ու կգաց տեղ կողքիդ կնստի։ Կարող այդ միությունը սկի պետք էլ չի։ Գորը եկել է ու եթե… Ինչ եթե… Մոռացի, որ Գորը մանեին կընդունի։ Ով լինի, որ ընդունի։ Բայց մանեն չի դավաճանել Գորին։ Երեխեն ինչ իմանար, որ Գորը կամ մենք, որ իմանայինք ողջը կստիպենք, որ ամուսնանար։ Ասում եմ, ինչ կլինի, որ խոսես Գորի հետ։ Եթե նա ուզենա մանեին, մեր տուն կգա, ու ավելի շուտ, քան դու պատկերացնում ես։ Դե կարող է… Չկա։ Եթե մինչև հիմա չի եկել, այդ նշանակում է, որ գիտի Ալեքսի հետ է։ Քիչ մտածի էլի։ Կյար։ Ախպերս։ Հրաշտել լինում են էլի։ Փաստորեն։ Լինում են, էլ ոնց են լինում։ Ես ու Գորը փրկվեցինք։ Բայց այ Կարենը հավեր մնաց երկնքում։ Գորն էլ է եկել։ Հա։ Շատ լավ ախպերս։ Ափսոս են տղեքը, որ մնացին։ Աչքիս առաջ ընկերոջս սպանեցին։ Ու ես չկարեցա ոչ մի բան անել։ Ոչ մեկս պատրոն չուներ։ Բա ես ինչ ասեմ։ Ավելի լավ է բառ չասեմ։ Մանե։ Ինչ ես անում։ Մանե, հանգստացի։ Թող ասում եմ։ Մրսես նստի մեքենան։ Չեմ նստելու, գնա։ Նստի մեքենան, կմրսես։ Թող ասում, չեմ նստելու։ Մանե, ինչ ես անում։ Ես քեզ հետ չեմ մնա, չեմ մնա։ Հասկացա, էլի մի մնա, բայց այս ցրտին թաց մազերով ուր ես գնում։ Խուզում եմ մեռնեմ։ Մանե, արի հասկանանք, որոշենք ինչ ենք անում։ Չես կարծում, որ ինձ հաճելի է, որ ամեն վարկյանը մեկ դու ինձ ասում ես, թե ինչքան ես ինձանից զզվում ու ինչքան ինձ չես սիրում։ Ինչ ես մտածում, դա ինձ հաճելի է։ Աստված։ Էլ ինչքան ես ինձ փորձելու։ Էլ ինչ ես ինձնից 20 վերցնելու։
Ընկերուհիս հալվեց։ Ինչ։ Ասում եմ այնքան նայեցիր, ընկերուհիս հալվեց։ Ինչ եք անում երեկոյան։ Ինչ ենք անում, թե ինչա անում։ Մոն երեկոյան ինչ ունես անելու։ Ոչ մի բան։ Էմիլի հետ կգնանք ման գալու, Էմիլի քեզ քաղաքը ցույց կտա։ Եթե ուզես մեծ սիրով։ Դե չգիտեմ, մի քիչ գործեր ունեմ։ Քիչ առաջ ասում էիր բան չունեմ անելու։ Դե դու գիտես, այդ մարդկանց հարցերը պիտի լուծվի։ Էմիլը կլուծի։ Ինչ հարց։ Մի քիչ երկար պատմություն է, Մոնայի հետ որ դուրս գաք ման գալու, ինքը քեզ կպատմի։ Լիլ։ Կգաս մեր տնից կվերցնես Մոնային։ Շատ լավ։ Լավն եմ, չէ՞։ Շատ։ Ես գժում եմ իմ համար։ Դե ես գնամ։ Կսպասենք։ Դու հանգիստ եղի։ Բարմանը ուր է տղես։ Գնաց մամ ջան։ Արի նստի գոր։ Ինչ ա եղել։ Մենք պիտի խոսենք։ Ինչի մասին։ Կան բաներ, որ դու պիտի իմանաս։ Ու ես պարտավոր եմ քեզ ասել։ Օրինակ ինչ։ Խոսքը Մանեի մասին է։ Մամ, Մանեն իմ կյանքի մեծ սերն է, բայց ես ամեն ինչ պետք է անեմ, որ իրան մոռանամ։ Այդ երեխան քեզ սիրում է գոր։ Նենց է սիրում, որ մի տարի անց ամուսնացավ։ Չի ամուսնացել, ամուսնացրել են, դրանք տարբեր բաներ են տղես։ Ես ուզում եմ, որ դու ճշմարտությունը իմանաս գոր, որ հետո քեզ չմեղադրես, մեզ չմեղադրես, ու եթե հնարավոր է, որ այսօր քայլ անես, որ ուղես սխալդ, անես, որ քեզ վաղը չմեղադրես այսօրվա չարածդ քայլի համար։ Քայլը արվել է ու ես չեմ արել։ Գիտեմ տղես, բայց մենք քեզ մահացած ենք համարել։ Կներես, որ հենց տենց քո դեմքին ասում եմ, բայց ԴՆԹ թեստի համընկնում է եղել գոր, ու ես քեզ մի տարի առաջ հողին եմ հանձնել, հասկանում ես։ Ու այդ երեխան ամեն աստծու օր գերեզմանդ գրկած լաց է եղել գոր, ամեն օր։ Ու այն օրը, որ Ալեքսենք ընտանիքով եկել են նշան դնելու, Մանեն փախել էր տնից։ Եկել էր ստեղի մոտ, ասում էր, որ չի գնալու էլ տուն։ Ասում էր, որ տեղյակ չի եղել, որ ընտանիքով գալու են, հասկանում ես։ Ալեքսը Մանեին ոչ մի բան չի ասել, որովհետև վստահ է եղել, որ Մանեն իրան մերժելու է։ Ես ուզում եի, որ դու ես ամեն ինչը իմանայիր, ու հիմա ինքդ որոշի։ Գնում ես Մանեի հետևից, թե չէ։